Երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, իսկ դրա համար պետք է համախմբվել ու լսելի դարձնել ժողովրդի ձայնը։ Խնդիրները գույքագրելու եւ առաջարկները լսելու համար առաջարկ Հայաստանի նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են հանդիպումների շարքը։ Այս անգամ Արարատի մարզում են։ Մենք պետք է իրար լավ ճանաչենք։ Եթե մենք իրար լավ չճանաչեցինք, ոչ մի բան չի ստացվելու։ Բայց լավ ճանաչելը քիչ է, իրար պետք է հարգենք ու սիրենք։ Պետք է ինչ-որ մի բանի շուրջը համախմբվենք։ Համախմբման գաղափար է պետք։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք պետք է ուժեղ լինենք։ Պետք է ուժ գտնենք միասին։ Այդ ուժը պետք է գտնենք, մենք ուժ ունենք։ Տենց չի որ ուժ չկա։ Եթե այս ազգը 3000-4000 տարի սենց եկել ապրում է, նշանակում է մենք հավիտենական այս մեր հայ ժողովուրդը պետք է գոյատևի։ Հանդիպումը հարց ու պատասխանի ձևաչափով է՝ գյուղատնտեսությունից մինչև կրթություն, երիտասարդների զբաղվածություն, թոշակ ու նպաստ։ Գյուղաբնակներին առավել մտահոգում է գյուղատնտեսության նախարարություն չունենալու հարցը։ Վերջին մի 2 տարին օրինակ մեր մոտ ծառերը չորանում են, ասենք, ու ոչ մեկս չենք հասկանում ինչից է այդ պայմանավորված։ Ասենք ջրից է, հողից է, թե օդից է։ Քանի որ մեր պետությունը չունի գյուղ նախարարություն, չկա համապատասխան մասնագետ, որ գա մեզի խորհուրդ տա, մնացել ենք շիվարած, չգիտենք ինչ անենք։ Որտեղ որ մենք գնացել ենք, բոլորը այդ հարցը բարձրացնում են։ Գյուղատնտեսությունը մեր համախառն ներքին արդյունքի միշտ եղել է 18-ից 20%-ը, այսօր գիտեք ինչքան է իջել։ Գյուղատնտեսության կշիռը երկրի համախառն արդյունքում 8% ընդամենը։ Այսինքն սա նշանակում է, որ երկիրը գյուղատնտեսությանը ինչ որ չափով արհամարել է, ինչ որ չափով չէ, լավ էլ արհամարել է։ Նաև այդ գյուղնախարարություն չունենալը խոսում է հենց դրա մասին։ Դրա համար առաջնակարգ ձեր ասածը, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի, պետք է գյուղատնտեսական վարկերը շատ ցածր տոկոսադրույքներով լինեն, մեկ, ցածր։ Երկրորդը, պետությունը պետք է սուբսիդավորի շատ։ Այսօր մենք գիտեք ինչքան վարկառու ունենք։ 2.5 միլիոն վարկառու կա։ 2.5 միլիոն։ Ես, այսինքն մի մարդը կարա մի քանի վարկ ունենա, ես վարկային միավորներն եմ ասում։ Այսինքն ամբողջ ժողովրդի ուշադրության կենտրոնում է այդ վարկերը, բայց մենք պետք է ազատագրենք այդ վարկերից։ Այլ երկրներում զարգացած գոյություն ունեն լաբորատորիաներ, հողի լաբորատորիա, որը որ ցույց է տալիս, այդ հողը ինչի կարիք ունի։ Դա մի հատ առաջարկ, որը որ կարելի է այդ թեմայի գյուղատնտեսական զարգացման թեմայի մեջ ներառել։ Շատ լավ առաջարկ է։ Գյուղացին իր հողի հետ է։ Իրան պետք է ասեն, ընդունեք 7 տարի այս հողը տվել է այս ինչ բերքը, ել չի տալու։ Առաջիկա մի քանի տարում սենց է փոխվելու, եթե այդ հողի մենք ուրեմն որակական կազմը չբարձրացնենք, սենց անենք կամ նենց անենք։ Կարող է ասենք պետությունը ասի դու ինքդ որոշի, խես գնացել ռիսկի, այսինչ զոնայում մի բանով է զբաղվում, որը հեռանկար չունի։ Անասնաբուժական ծառայություններ, ֆիտոսանիտարիա, բոլոր տիպի խորհրդակցություններ գյուղացու հետ պետք է պայմաններ ստեղծի, ոչ թե գյուղացին պետք է գնա մասնագետն է, մասնագետը պետք է գա գյուղացու մոտ, ասի ձեր համայնքում այս ինչ բաները կարա լինի։ Ցանքատարածությունների կեսը չի մշակվում։ Դրանց մի մասը Արարատյան դաշտում է։ Հողն անմշակ թողնելու պատճառները բազմաթիվ են՝ ոռոգման ջրից մինչև բերքի իրացում։ Երբ որ գյուղացին բերք է ստանում, լավ է, վատ է, բերքը ստանում է, այդ դեպքում պետք է պայմաններ լինի բերքի մթերման եւ իրացման համար։ Ոնց որ պարոն Ծառուկյանը Վարդենիսում ուրեմն սառնարանային տնտեսություն, պահեստավորում, մթերում արեց, որպեսզի չվախենա, որ իր մթերքը մնա, սենց է, չէ, գյուղացին վախենում է, որ հանկարծ եթե 2-3 օր այդ բերքը չտարան, բերքը փչանալու է։ Որպեսզի այդ բերքը փչանալուց չվախենա, այդ մթերման սառնարանային տնտեսությունները ամեն ինչ ժամանակակից ձևով կառուցվի եւ պետությունը այն լոգիստիկ, ասինքն իրացնող կազմակերպությունները խթանի, որ բերք առնե տանը։ Այսօր մենք գնացել ենք տարբեր բարձրադիր գյուղական համայնքներ, որտեղ որ անասնապահությունն է զարգացած, կտրուկ իջել է խոշոր եղջերավոր անասունների գլխականակը, որտեղ կաթի գինը ջրի գնից էժանա եւ պրոբլեմային է, դրա համար եւ թանկ է նստում, հաշվարկը արեցինք։ Այդ առումով մարդիկ մորթում են իրանց անասունները եւ իրացման տակ են գնում։ Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների կարծիքով փոփոխության անհրաժեշտություն կա հանրակրթական ծրագրերում։ Ունենալով մեր ստեղծագործությունների մեջ, մեր գրողների մեջ բազմաթիվ գոհարներ մանկական գրականության մեջ, անցյալ ամբողջ տարի մենք ուսումնասիրել ենք ինչ-որ հնդկական Էլմեր փղիկի մասին, ծիծաղելի է նույնիսկ։ Եվ բացի այդ էլ, չգիտեմ, եկեղեցու պատմությունն են հայոց հանել դպրոցական ծրագրերից եւ մի շարք այլ խնդիրներ։ Դպրոցական հանրակրթական ծրագրի շրջանակներում դուք տեսաք, որ դասագրքերի բովանդակությունն էլ է փոխվում։ Այո, այդ եկեղեցու պատմությունը հանվեց,
Սրան արդյոք սա դա փոխարինվել է ուրիշ բանով թե չէ, այդ արդեն պետք է մենք գնահատական տանք, թե միտք են աղել, որ դա դուրս գա ընդհանրապես, նպատակը որն է, պետք է հասկանալ, սա մեկ ավանդական արժեքները, ազգային ինքնությունը, այդ բաները պահպանվի, կրթական համակարգում պետք է գնա, բայց զուգահեռ պետք է եվրոպական եւ ոչ միայն եվրոպական, առաջատար աշխարհում այսօր տեղի ունեցող process-ներն էլ ինքը ծանոթ լինի։ Տենց չի որ մենակ պարփակվելու ենք մեր ազգայինի մեջ, ասենք մենք ենք դից ոչ միտեղ կղզի ասա, դուրս չեն գալի։ Ինքը պետք է մեկը մյուսի հաշվին չլինի։ Նաև բուհական համակարգում բարեփոխումների առաջարկներ եղան։ Ուսանողը վարձավճարի պատճառով չպետք է բուհից դուրս մնա կամ ընդհանրապես չդիմի բուհ։ Ունեմ մի առաջարկ, ունեմ երկու աղջիկներ, որոնք շատ շուտով ուսանողներ են դառնալու։ Եվ գիտեմ, որ նախկինում պարոն Ծառուկյան ուներ այսպիսի մի ծրագիր, ամբողջությամբ ինքը վճարում էր, պետությունը վճարի ամբողջությամբ վարձը, իսկ հետո ուսանող աշխատելուց հետո ինքը փակ է արդեն։ Եվ կա այսպիսի մի բան, օրինակ ուսանողը ունի ավելի բարձր գիտելիքներ, ուզում է ընդունվի բժշկական ինստիտուտ սովորի, սակայն աշխատավարձը շատ քիչ է, չեն կարողանում վարձը մուծել, գնում են մանկավարժ են դառնում, սոցիոլոգ։ Դուք գիտեք, որ Ծառուկյանը երիտասարդների միշտ օգնել է, հատուկ կրթաթոշակներ է նշանակել, ուսման վճար է տվել, միտքը այն է եղել։ Երեխան, որը լավ սովորում է, ուսման վճարը չվճարելու հետևանքով պիտի դուրս չմնա։ Լավ է սովորում։ Ֆինանսները պիտի խնդրեմ չառաջացնեն, սա մեկ։ Երկրորդ, պետությունը կարող է քեզ 0%-ով վարկ տա այդ երեխային, որ դու ավարտես, գնաս 5 տարի էլ աշխատես, կամաց այդ վարկը փակես, եթե ոչ մի ուրիշ ֆինանսական բան չկա։ Դա երկրորդ մոտեցումը, հա։ Եվ երրորդը, որ եթե կարմիր դիպլոմով ավարտում են համալսարանների ինստիտուտները, եւ մարդը աշխատանք չունի։ Հենց որ շատ ճիշտ հարցադրում եք անում, պարոն Ծառուկյանի մասով որն էր այս ուսանողական մրցույթի իմաստը։ Իմաստը այն էր, որ դիմեց Գագիկ Ծառուկյանի ուսանողներին, ասեց հələ տվեք առաջարկներ։ Դուք ուսանողներ եք, չէ՞, հա, շատ ենք չէ խոսում, որ կարող է կրթության որակը այն չի, մենք շատերը շատ վատ են։ Հələ մի հատ տեսնեմ ինչ առաջարկներ է տալի, տարբեր, այս երկրի համար, զարգացման համար։ Մեկ էլ իմ համար օրինակ անսպասելի չէր։ Մեկ էլ նայեց տեսավ, որ այս ինչ հոյակապ տաղանդավոր առաջարկներ կա եւ մի քանի 100 հոգի ըստ էության տվել էին այդ առաջարկները եւ գնահատվեց դա։ Երիտասարդներին պետքա շանս տալ, որ երիտասարդները իրաց տաղանդը բացահայտեն։ Մրցույթը, որ պարոն Ծառուկյանը հայտարարել էր, այնտեղից մենք ծրագրերից իրենց առաջարկած առաջարկներից անպայման սինթեզելու ենք եւ ներառելու ենք առաջարկ Հայաստանին մեր ծրագրում, որի կոնցեպտը գիտեք, պարոն Ծառուկյանն է ներկայացրել։ Մեկ այլ խնդիր է բուհն ավարտելուց հետո երիտասարդին իր ծննդավայրում ու համայնքում պահելը, զբաղվածության հարցը լուծելը։ Երիտասարդները ձգտում են գնալ Երևան, սովորում են, ուզում են այնտեղ աշխատեն։ Հիմա մեր երիտասարդները գնում են Երևան ինչի համար, որովհետև այնտեղ կա բարձր աշխատավարձ, կամ ոնց իրանք են ասում, այնտեղ կա կյանք։ Ինչը չկա մեր տարածաշրջաններում, այսօր մեր երիտասարդները, մենք այսօր ստեղած շատ երիտասարդներ ունենք, դուրս են գալի դուրս ու զբաղմունք չկա իրանց համար։ Կամ դուրս են գալի դուրս, ասես մեղմ ասած, մենք ապրում ենք աղբավայրում, 4 կողմը, ոչ մի բան չկա, անապատ, աղբ, ճայիչ ու չգիտեմ ինչ։ Այո, երիտասարդին պետք է պահել համայնքում։ Բայց համայնքում պահելու համար երկու կարևոր բան կա։ Առաջինը աշխատանք, երկրորդը որոշակի գրավչություն համայնքի։ Պետքա բիզնեսով զբաղվելու հնարավորություն տան։ Այդ ձեր ասած երիտասարդը, որ գալիս է Երևան սովորում է, հետ գա, եթե իր համայնքում համայնքը ասի իմ հարազատ երիտասարդ, ընդունենք 100 երիտասարդ։ Եկեք, ես ձեզ առաջարկում եմ 100 նախագիծ։ Ինչով ուզում եք զբաղվեք, ես էլ ձեզ հետ դառնում եմ համաֆինանսավորող եւ համամասնակից։ Այդ դեպքում պետք է շահագրգռվի համայնքը, պետք է իր համայնքի երիտասարդներին տեղ կանգնի։ Սա հատկապես այն դեպքում, որ պետությունը տարեցտարի ավելացնում է հարկերն ու տուրքերը, դրա դիմաց չբարելավելով ծառայությունների որակը։ Գույք հարկը ձեր վրա էապես մեծանում է 26 թվից 4 անգամ, այն ինչ որ վճարում եք։ Եվ խնդիրը մենակ դրա մեջ չի, խնդիրը նրա մեջ է, որ դու համայնքին կրկնում եմ, տալիս ես գույքահարկ,
Համանքից պետք է ստանաս ծառայություն որակյալ։ Երիտասարդներից անցում տարեցների, անապահով, նպաստառու ընտանիքների խնդիրներին։ Հանդիպման մասնակիցները խոսում են մարտահրավերների մասին, որոնց հաճախ բախվում են սոցիալապես անապահով ու խոցելի խավերը եւ տարեցները։ Ասում են քո բալերը չի հերիքում նպաստ ստանալու համար։ Ուզում եմ հասկանամ, այդ բալը ինչով է կախված, եթե 43000 դրամ է ստացել ու 3000 ավելացել է մի տարվա մեջ, այդ 3000-ն է բալը ավելացնում։ Իմ անձնական կարծիքն եմ ասում, ընդհանրապես լավ կլինի, որ մարդիկ այնքան լավ ապրեն, որ նպաստ չստանան։ Վերջին ինչքան կարելի է նպաստի հույսի մնալ։ Վատ վիճակից է, որ այդ նպաստները կան։ Այսօր միջին թոշակը 50000 դրամ է, նվազագույն թոշակը 36000 դրամ է։ Սրա մասին շատ եմ ասել, էլի ասեմ։ Որպեսզի թոշակը բարձրացնեն ձեր, պետք է երկրում տնտեսական զարգացումը լինի։ Որպեսզի տնտեսական զարգացումը լինի, պետք է տնտեսական աճ լինի։ Թոշակի բարձրացնելու աղբյուրը պետական բյուջեն է։ Ուրիշ տեղ չկա թոշակ։ 600,000 թոշակառու ունենք մենք։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակում հնչած առաջարկներից շատերն ամիսներ հետո կդառնան ծրագրեր։ Դրանց մի մասը հնարավոր է ներառվի օրենսդրական նախագծերում, որոնք թիրախային լուծումներ կառաջարկեն խնդիրների լուծման համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։